Բարև ձեզ Factor TV հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է, ողջույն Տիկին Գրիգորյան։ Զրույցի սկզբում կուզեի հարցնել անձամբ ձեր քաղաքական կարիերայի ապագայի մասին, քանի որ շշուկներ են պատտվում, որ դուք կարող եք լքել պարոն Քոչարյանի թիմը եւ հանգրվանել Սամվել Կարապետյանի թիմում, այդպես է արդյոք ունեք նման մտադրություն։ Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում, նման որևէ քննարկում չկա։ Բացառում եք նման հետագա զարգացում։ Նման որևէ քննարկում չկա։ Ես ենթադրում եմ այդ շշուկները որտեղից են սկսել տարածվել։ Դուք հիշում եք, որ երբ էր մի քանի շաբաթ առաջ, մի քանի ամիս առաջ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաք էր կազմակերպվել, որտեղ նաև ես ելույթով հանդես եկա որպես Հայաստան Դաշինքի անդամ, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ես միայն կարող եմ ենթադրել, որ դրանից հետո է նման որևէ ավելի շուտ շշուկների եւ բամբասանքների մակարդակը, որովհետեւ որևէ նման քննարկում, որևէ նման, այսինքն բան գոյություն չունի։ Շատ լավ, իսկ դաշնակցություն կարող է ձեր դաշինքից դուրս գալ, սա այլ այսպես։ Քանի որ նախագահ Քոչարյանը իր վերջին ասուլիսում էլ հայտարարեց, որ վերջնական ձևաչափի եւ թե ոնց ենք գնալու, ինչ տրամաբանությամբ ենք գնալու լինելու է մի փոքր ավելի ուշ, հունվար-փետրվար ամիսներին, ես կարծում եմ միայն այդ ժամանակահատվածում կարելի է վստահաբար պնդել, թե ինչպիսի ձևաչափով ենք մասնակցել ընտրություններին։ Շատ լավ, դաշնակցությունն էլ ասում է մեր գլխավոր այսպես կառույցն է, բյուրոն է որոշում, ամեն դեպքում սպասենք Ուրեմն նորություն չկա այդտեղ, տեսեք Տիկին Գրիգորյան, քաղաքագետներ կամ առանձին քաղաքական գործիչների հետ զրույցում լսում ենք, որ մեր ձևով շարժումը կամ հետո կուսակցությունը կարող է շատ ձայներ խլել ձեր դաշինքից, քանի որ շատ ասպեկտներով նմանություններ կան օրինակ Ռուսաստանի հետ հարաբերություններ կամ Արցախի նկատմամբ այսպես մեկնաբանություններ եւ որ այսպես կարող է ձեր թիմից արտահոսք սկսվել ոչ միայն ձեր թեմաներ, այլև ասենք պարոն Վարդևանյան, նախկին ձեր գործընկերը դաշինքի գիտենք, որ այդ շարժման մեջ է եւ պարոն Քոչարյանի մեդիա թիմից ընդհանրապես այսպես այնտեղ ենք տեսնում, արդյոք այսպես ասենք ձեր դաշինքը կարող է տուժել, կադրերի հոսք ունենալ։ Նախ պարոն Վարդևանյանի մասով պետք է հստակ այստեղ արձանագրել, որ Արամ Վարդևանյանը հանդիսանում է Սամվել Կարապետյանի պաշտպանը, այսինքն այդ մասով հիմնական ներգրավվածությունն այդտեղ է։ Հետագայում ինչպիսի զարգացումներ կլինի, իսկապես այս փուլում շատ վաղ է դրա մասին խոսելը։ Այն, որ դուք նկատի ունեք, որ մեր էլեկտորալ բազան կարող է համընկնել, այո, ես ինքս տեսնում եմ տարբեր քննարկումներում, մարդկանց հետ շփումներում տեսնում եմ, որ այդ համընկնող էլեկտորալ բազան կա, ինչը նշանակում է, որ այո, լինելու է նաև այնպիսի իրավիճակ, որ մեր ձևովը, ինչպիսին է լինի կուսակցության անունը հետագայում, որոշակի ընտրազանգված, այո, գնալու է այդ ուղղությամբ, ինչը նորմալ է, մենք դրան շատ նորմալ ենք նայում։ Մրցակցության տեսանկյունից։ Չէ, մենք ոչ թե մրցակցություն, ընդհակառակը քաղաքական դաշտում առողջ ընդդիմադիր ուժերի առկայությունը եւ նրանց մաքսիմալ պոտենցիալի իրացումը միայն մեր շահերից է բխում, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ որևէ ընդդիմադիր ուժ 50 գումարած 1 ձայն չի ունենալու եւ հետեւաբար որքան առողջ ընդդիմադիր ուժեր լինեն, որոնք կարող են հնարավորինս շատ ձայներ վերցնել, այնքան բխում է մեր շահերից նաեւ, որովհետեւ հետագայում հնարավոր է նաեւ իշխանության տապալման գործընթացով այդ մեկտեղումը լինի։ Տեսեք, ամեն դեպքում Գյումրի սցենարաշատերն են այսօր մեջտեղ բերում, այնտեղ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր գործիչը դարձավ քաղաքապետ, եթե տեղայնացնենք համապետականի վրա, արդյոք նույն այսպես ասենք ընդդիմադիր ձայները կամ համընկնող ձայները պարոն Կարապետյանի ուժի հետ ձեր դաշինքի ներսում պահելու նպատակ չէր հետապնդում, պարոն Քոչարյանը պնդում է, որ ամենաշատ ձայներ հավաքելու ռեսուրս ունեցող գործիչը ես եմ, որ այսպես հետընտրական կոալիցիան չի բացառում, այսինքն մարդիկ սովոր են, չէ՞, միշտ հաղթողներին ձայները տալ այսպես, դա նպատակ ուներ այդ ձայները միգրացիան կանխելու, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, այո, որ սովորաբար մարդիկ հակված են տեսնել, թե որ կողմն է ավելի ուժեղ եւ դեպի այդ ուղղությամբ գնալ։ Մեծ հաշվով 21 թվականին էլ ընդդիմադիր դաշտում Հայաստան Դաշինքը դարձել էր առաջատար եւ բազմաթիվ մարդիկ հենց եկել մեր կողքն էին կանգնել այդ տրամաբանությամբ, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ այդ ենթատեքստով այդ հայտարարությունները հնչեցվել։ Կրկնում եմ, մեզ համար հիմա նախագահ Քոչարյանը խոսեց, որ քաղաքական դաշտում գոնե այս բանին ընդդիմադիր դաշտում երկու հիմնական բլոկ է տեսնում, բայց միևնույն ժամանակ ասում է, որ շատ ուրախ կլինի, որ այլ նաեւ ուժեր այնպիսի
աճ գրանցեն, որ կարողանան խորհրդարանում հայտնվել, բայց դեր են պնդումը, որ այսպես միգրացիան կանգնեցնելու բան չէ, որ ես եմ թիվ 1 ընդդիմադիրը, գիտեք, այս փուլում դուք կարող եք բոլոր հարցումներն էլ նայել, որ ընդդիմադիր որպես քաղաքական գործիչ ամեն դեպքում ամենաբարձրը Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն է, այն առումով, որ տեսեք մեր ձևովը ավելի շատ ասոցացվում է Սամվել Կարապետյանի հետ, նրա անձն է հիմնական դերակատարությունը, հա, եթե մարդիկ վստահում են մեր ձևովին, նախ եւ առաջ Սամվել Կարապետյանի վստահությունից ելնելով, բայց բնականաբար ուժը դեռ քաղաքական ուժ դառնալու հարց ունի, հա, թե ով է լինելու ցանկում, ով է գլխավորելու ցանկում, ով է լինելու վարչապետի տեխնացու, այս բոլոր հարցերը դեռ բաց են եւ դրանք ամբողջական պատասխան ունենալուց հետո ավելի པարզ կլինի, թե ուժերի հարաբերակցությունը ինչպեսին կլինի, բայց նորից եմ ասում, այստեղ ոչ թե մենք մրցակցության տեսանկյունից ենք նայում, այլ ընդհակառակը մենք ուզում ենք, որ ուժը կայանա, ուզում ենք, որ հնարավորինս շատ ձայն հավաքի, ինչպես մեր ձևով, որ այս պահին երևում է, որ հնարավորություն ունի, այնպես էլ այլ ուժեր։ Օրինակ Արման Թաթոյանը նույն հայտ արել, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, ինքն է իրենց ուժի վարչապետի տեխնացու, այստեղ էլ ենք շատ ուրախ, եթե կարողանան, ինչու՞ չէ, նաև որոշակի ընդլայնում իրականացնելով իրենց խմբում, ավելի շատ ձայն հավաքել։ Շատ լավ, ինձ թվում է, որպես խորհրդարանական գործիչ կհամաձայնվեք, որ մի քիչ հաշվետվողականության եւ թափանցիկության խնդիր է միշտ լինում քաղաքական ուժերը, այսինքն իրենց ընտրողների բացատրել, թե ինչ արեցին կամ ինչ չարեցին եւ ինչու չարեցին, հա։ Եկեք մի թեթև վարժություն արենք ձեզ հետ եւ Հայաստան Դաշինքի հետ 2021-ին ձեր նշաձողը շատ բարձր էր, իհարկե Փաշինյանի հերացում գլխավոր ձեր նպատակն էր, հետո երբ որ խորհրդան գնացիք, պարոն Օհանյանը ասում էր դարձնելու ենք խրամատ, դե պարզ է, այսպես հարաբերական իմաստով խորհրդանը Փաշինյանին հերացնելու եւ մի քանի փորձեր եղել են, շատ փորձեր եղել, եթե այսպես մանր, միջին, մեծ փորձերը գումարեք իրար, մի 7-8-ը ես առնվազն հիշում եմ ընդդիմադիր պայքարների եւ ուզում եմ դուք ասեք, ինչու չի ստացվել ամեն դեպքում ձեր ուժի մոտ այդ իշխանափոխությունը, արդյոք չստացվելը չի հիասթափեցրել ձեր նկատմամբ, այսպես ասենք, մարդկանց հույսերը չի նվազեցրել այդ ուժի, այսպես ասենք, ընդդիմադիր ուժի կենտրոն լինելու թերահավատությունը արդյոք չի աճել ձեր դաշինքի նկատմամբ այս 5 տարվա ընթացքում, 4։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այն արձանագրումն արեցիք, որ այս տարիների ընթացքում իսկապես մենք արել ենք հնարավորինը, մենք պայքարել ենք, լինի դա այո փողոցային պայքար, տարբեր իրավիճակներ, եւ դա ինչու եմ հատկապես նշում, որովհետեւ կան մարդիկ, ովքեր կողքից նայում ասում են, բա լավ ինչ արեցիք, իբր ինչ արեցիք այս տարիների ընթացքում, բայց ակնհայտ է, որ այն հիմնական քաղաքական միավորը, ով նաեւ փողոց գեներացնելու պատասխանատվություն էր վերցրել եւ տարբեր դուք գիտեք այդ բոլոր պրոցեսներին անմիջական մասնակցություն է ունեցել, հենց մենք ենք, ուզում եի սա եւս մեկ անգամ արձանագրեի։ Այո, հարցը հենց այդ մարդկանց մասին է, որոնք ասում են ինչ արեցիք, որ Փաշինյանը իշխանեց։ Հա, չէ, այդ մարդիկ ընդհանրապես չեն նկատում, կան մարդիկ, ովքեր իսկապես դիտավորյալ չեն ուզում նկատել, որտեղի են ունեցել գործընթացներ։ Այո, ես օբյեկտիվորեն ընդունում եմ այն քննադատությունը, որ իսկապես չի հաջողվել մեր հիմնական նպատակին հասնել այս իշխանությունների հեռացումը մինչև ընտրություններ։ Դրանք տարբեր պատճառներով են եղել, մեր ներուժը իսկապես ներուժը չի հերիքել դա անելու համար եւ ի վերջո եղել է աննախադեպ իշխանական ռեպրեսիաներ։ Տեսեք, սովորաբար համեմատում են 2018 թվականի հետ, ես ուզում եմ շատ անկեղծնել, ասում են, լավ ոնց է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը մի խումբ մարդկանցով ուսապարկը ուսերին եկավ, հասավ Երևան, մի որոշ ժամանակ ցույցեր արեց ու վсё։ Սերժ Սարգսյանը գնաց։ Հիմա դուք ոնց է ստացվում, որ այդքան անում եք։ Միայն դիմադրության շարժման ժամանակ տարբեր տեղերից եկանք հասանք։ Հետո Բագրատ Սրբազյանը առանձին գործընթաց սկսեց, որի մենք միացանք, էլի աննախադեպ կոնսոլիդացիա եղավ։ Որոշ գործիքակազմեր նմանվում են իրապես։ Որոշակի նմանություններ կային, չեմ կարող այստեղ որևէ բան հերքել, բայց նկատի ունեմ, որ այդքան հզոր ալիք, օրինակ Բագրատ Սրբազյանի դեպքում իսկապես աննախադեպ ալիք էր գեներացվել, նույնիսկ մայիսի 9-ին իմ ընկալմամբ ավելի շատ մարդ էր հավաքվել Հանրապետության հրապարակում, քան եղել է երբևէ Նիկոլ Փաշինյանի ցույցերի ժամանակ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսինքն այդ ամեն ինչը եղել է, բայց եղել է նաև աննախադեպ իշխանական, այսպես հակազդեցություն, ոստիկանական ուժերի հակազդեցություն, դուք հիշում եք հունիսի 3-ին հատուկ միջոցներ են կիրառվել, որոնք նույնիսկ իրավունք էլ չունեին կիրառելու հետագայում
նոր կարգավորումներ մտցրեցին, որ Zarya 2-ը կարելի էր օգտագործել եւ այլն։ Նկատի ունեմ այդ համատարած ձերբակալությունները, կալանավորումները, աննախադեպ այդ միջոցառումների իրականացումն իսկապես այդ ալիքը կոտրեց։ Դա հիմնական պատճառներից մեկն է, իհարկե նաև մարտավարական առումով որոշակի հարցադրումներ կային, բայց իսկապես այս տարիները եղել են ընդդիմադիր գործիչների համար ոչ սովորական տարիներ, մինչև 20 թվականը ընդդիմադիր գործունեությունը ենթադրել է մեկ բան, 20 թվականից հետո ընդդիմադիր գործունեությունը բացարձակապես այլ բան է ենթադրել, որովհետև մենք մշտապես տուրբուլենտության ընթացքում ենք եղել, հա, այսինքն հայտարարություն այն մասին, որ Արցախի նշաձողն իջեցնում ենք, դա տրիգեր էր, որպեսզի մենք հասկանանք, որ Արցախ ենք կորցնում, դուրս եկանք փողոց, Արցախի կորուստ կարողացաք հաջողության հասնել նույնիսկ այն ժամանակ, երբ որ Արցախը կորսվեց։ Այո, Արցախի կորուստն էլ հիմա գիտեք, այդ առաջին նախադասությունը, որ ասում ենք Արցախի կորուստից հետո էլ հնարավորություն չեղավ բան փոխել, իսկապես օբյեկտիվ ճշմարտությունն է։ Մյուս կողմից էլ դուք պետք է հասկանաք աղետի այն մասշտաբները, որ մեզանից յուրաքանչյուրը կրում էր։ Հա 100,000-ավոր մարդիկ եկել էին Հայաստան, բայց եկեք հիշենք, որ մեր այսպես մարդկանց գիտակցության մեջ դա այնքան արմատացած, այսպես ասեմ, հարց էր, հա, Արցախի գոյությունը շատերի հետ, որ կորցնել դա 5-10-20 տարի առաջ բոլորս կասենք, որ այն իշխանությունը ում ժամանակ կորսվի, չի կարող մի օր անգամ պաշտոնավարել։ Նախ այստեղ մի քանի շերտեր կան։ Բայց այսօր ԿՊ խոսում է 50+%-ից։ Հա, դե թող մեծ խոսեն, ոչինչ։ Բայց այստեղ բազմաթիվ շերտեր կան, որոնք իսկապես, այսինքն ձեր հարցադրումը մի պատասխան չունի։ Ձեր հարցադրումը մի քանի ենթաշերտեր իր մեջ պարունակող հարցադրում է։ Այո, այդ օրերին Արցախի կորստի ժամանակ դուք գիտեք աննախադեպ աղետ էր, դա պարզապես աղետ էր, ոչ միայն հողի վրա աղետ էր, որտեղ 100,000-ավոր մարդիկ գալիս են, այլ նաև իսկապես մեր մտածողության մեջ։ Մի օր արթնանաս ու հասկանաս, որ Արցախի հանրապետությունն այլևս չկա, որ դու չես կարողանալու գնաս այնտեղ գտնվող մարդկանց նիստուկացը պետք է ամենուրե սոցիալական կյանքը ապահովելու հարց կա։ Դուք հիշում եք այդ օրերին աննախադեպ նաև մարդկանց կոնսոլիդացիակար մեր հայրենակիցներին օգնելու սոցիալական աջակցություն եւ այլն, առաջնային խնդիրներ։ Այդ փուլում, այո, անկեղծ պետք է ասենք, մեզանից յուրաքանչյուրը օրական, չգիտեմ, քանի նամակ էր ստանում, որ իր հարազատին տեղավորելու խնդիր կա, այս մեկին նույնիսկ շորբ տալու խնդիր կա, հաց ու ջուրի եւ այլն։ Այդ օրերին մենք բոլորս, ու նկատի չունեմ, որպես քաղաքական գործիչ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ բոլորս ծանոթներ ունենք, ընկերներ ունենք, բարեկամներ ունենք, բոլորի հետ կապված ինչ որ խնդիր կար լուծելու եւ այդ փուլում ստացվեց, որ այո, սոցիալական մարդկանց անմիջական կարիքների հոգալը առաջին պլան եկավ։ Մյուս կողմից իհարկե մեր մտածողության մեջ շատ այսպես մեծ աղետ տեղի ունեցավ, որովհետև իսկապես մի օր արթնանալու ասել, որ Արցախը այլևս չկա, դու չգիտես այդ փուլում խոշոր ստրեսի պայմաններում իսկապես մարդիկ չեն հասկանում հաջորդը ինչ կլինի։ Արցախի կորստից հետո շատ մեծ մտավախություն կար ընդհանրապես Սյունիքի հետ կապված, արդեն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Հաջող քննադատում են ներքին ապակայուն ասում են գնալու միտումնավոր ընդ որում։ Ինչ նկատի ունեք, այսինքն իշխանությունը ստեղծի քաոսը, իշխանությունը ստեղծի ապակայունացումը եւ մենք որ արցանագրում ենք, որ այդպիսի իրավիճակ կա, մենք ենք ապակայունացում տանում։ Չէ, փողոցային շարժումները երբ ա եղել։ Փողոցային շարժում, հիմնական փողոցային շարժումը եղել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարել է, որ մենք պետք է նշաձողն իջեցնենք, հա, մենք այդ փուլի վրա դուրս ենք եկել ու ասել ենք նշաձողն իջեցնելը ի վերջո հանգեցնելու Արցախի կորստի եւ հիմա իմ արձանագրումը ճշմարիտ է, բայց արդեն ցավով պետք է ասենք, որ մենք ճիշտ դուրս եկանք, որ այդ նշաձողի իջեցումը ընդհանրապես Արցախի կորստի հետևանքն ունեցավ։ Երկրորդ ամենամեծ շարժումը խոսնել երբեմն ասում են, որ եթե իջեցնենք եւ Արցախի մեր հայրենակիցները բանակցեն Ադրբեջանի հետ մնալու կանոնների շուրջ, միգուցե դա շանս է, բայց իրոք եկեք չգնանք այդ թեման, այսօր ներքաղաքական խոսենք, դա շատ ենք քննարկել կներեք։ Հա, եւ երկրորդ խոշոր շարժումը եղել է արդեն երբ որ Տավուշում պաշտպանական գծի փոփոխություններ լինում, այո 24 թվականին, այսինքն եղել են իրավիճակներ, որտեղ հայ ժողովուրդը պետքա դիմադրություն ցույց տար։ Ռոբերտ, աննորմալություն կլիներ, եթե հայ ժողովուրդը կարծիք չունենար դրա հետ կապված։ Ընդհակառակը հիմա մեզ այս մի կողմից ասում են, բայ ինչ արեցիք, բայց պատկերացնում եք ընդդիմադիր դաշտը չարձագանքեր։ Այո, ցավոք սրտի մեր ներուժը թույլ չի տվել, որպեսզի մենք փոխենք իրավիճակ։ Իսկ իրավիճակ հնարավոր հողի վրա կլներ փոխել, եթե նախ եւ առաջ իշխանության փոփոխություն լիներ։ Ու հետո այդ քարոզչական ռեսուրսը իշխանությունը վախի գործոնը որ ներդնում է, մինչեւ այսօր այդ վախի գործոնով ինքը կարողանում է կառավարել։ Տավուշի դեպքերի ժամանակ էլ իրեն գնացել են վախի գործոնով, որ եթե տարածքները չտանք, պատերազմ է լինելու։ Հիմա էլ ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը, պատկերացնում եք ինչպիսի ցինիզմ է։ Գալու ասել, եթե ես չլինեմ իշխանության, պատերազմ է լինելու։ Ով գա, բերելու է պատերազմ։ Այդ
վախի գործոնը, թշնամու հարձակման վախի գործոնը, իրենք ներքաղաքական օրակարգի հիմնական մաս են դարձել։ Տեսեք, ընդդիմությունը իր խոսույթով դրան չի նպաստում, ասելով օրինակ Արցախի հայերի վերադարձի հարց ենք դնելու, երբ որ գանք իշխանության բանակցային օրակարգում, երբ որ հասկանալի է, որ այդ հարցը չկա որևէ միջազգային ատյան, որ այդ հարցը մեր ցանկալի ձևով լուծի եւ մարդիկ դա կարող են նկատել, այսպես ասենք, պատերազմի հրձիգություն ընդդիմության կողմից, այ որ ասում եք վախեցնում են պատերազմով, ինձ թվում է մեկ-մեկ դուք օգնում եք իշխանությանը այս նարատիվների ձևավորման։ Չէ, եթե ես հայտարարեի, որ վաղը գնալու ենք Արցախը ռազմական ձևով ազատագրելու, հենց վաղը, բնականաբար սա կարելի է ընկալել որպես հրձիգություն եւ այստեղ որոշակի ռեզոն ես կտեսնեի, բայց ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի իրավունքները իսկապես գոյություն ունեն։ Այսինքն չկա Արցախի ժողովրդի իրավունք։ Բոլոր երկրները ճանաչում են Արցախի ժողովրդի իրավունքը։ Ոչ խաղաղությունը դրա ոչ բացարձակ դրա հետ կապված չի։ Փախստականների հարցը պես ասենք ռումբ է, խաղաղության տակ։ Եկեք ուրեմն, եթե Փաշինյանի տրամաբանությունների հարցը հենց դա է գալիս։ Փաշինյանի տրամաբանությամբ գանք։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղությունը հաստատված է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը խոսում է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին, նշանակում է խաղաղություն չկա, հա։ Եթե այդ տրամաբանությամբ են գնում, ես կրկնում եմ Արցախի ժողովուրդը իրավունքներ ունի, վերադարձի իրավունք ունի, գույքային իրավունքներ ունի, պատմամշակութային ժառանգության պահպանության իրավունք ունի։ Լավ, վերադարձի իրավունքը ենթադրենք, ասում եք մի քիչ խնդրահարույց է, ես դրա հետ համաձայն չեմ։ Հիմա օրինակ, հիմա լավ, սա ավարտեմ, հետո շարունակեմ։ Մենք չենք խոսում արցախցիների վերադարձի մասին, Ադրբեջանը շարունակաբար խոսում է, բայց ինչու են շարունակաբար խոսում։ Նույնիսկ հավասարակշռելու տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի այս օրակարգը դրվի սեղանի վրա, բայց ենթադրենք այս օրակարգը բարդ է, ենթադրենք իրենք չեն պատկերացնում, որ ներուժ կա այս օրակարգը սպասարկելու, բայց Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը դա էլ է պատերազմի հրձիգություն։ Մեր մշակույթի պաշտպանություն նշանակում է մենք պատերազմ ենք հայտարարում Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա եթե մենք ասենք, որ մեր ռազմագերիները պետք է վերադարձվի, նշանակում է մենք պատերազմ ենք ուզում, նշանակում է մենք խաղաղություն չենք ուզում, ընդհակառակը խաղաղության կոնցեպտը ինքնին ենթադրում է, որ մենք այնտեղ գերի չպետք է ունենանք, որ մենք այնտեղ պատմամշակութային ժառանգության պահպանության հարց չպիտի բարձրացնենք, որովհետև պետք է պահպանվել այդ ժառանգությունը։ Այսինքն այստեղ խաղաթյուրում կա, էլի, բանի կոնցեպտների խաղաթյուրում կա, թե խաղաղությունը ասելով ինչ է կասկանում։ Ձեր դիրքավորման հարցն է, որ տարբեր գործիչներ ասում են մենք չենք ընդունի այն կխմբագրենք կամ այլ բան կառաջարկենք դաշնակցությունից, ասում են վերադարձ նոյեմբերի 9-ին նա ավելի լավն էր, քան սա եւ այլն։ Լավ է, վատ է այդ փաստաթուղթը, ստորացուցիչ է, նսեմացուցիչ է, ինչը որոշակի, այսպես ասենք, իրադրություն է ստեղծել, հա, այսինքն Ադրբեջանը ստորագրել է մի թղթի տակ, որտեղ ասում է ես չեմ հարձակվելու, այսպես ասենք, տարածքներ գրավելու նպատակով։ Մենք չենք հավատում նրան, բայց կա գոլե թուղթ, որի տակ դա ստորագրել է, երբ որ ընդդիմությունն ասում է ես դա չեմ ընդունում, մարդիկ ասում են լավ էլի, դե մի այսպես ասենք դեմ տալու ինչ որ մի բան ունենք, դուք դա չեք ընդունում, ասում եք գնանք նոյեմբերի 9-ը։ Նախ օգոստոսի 8-ը կա երկու ուղղություն, հա։ Այլ հրձգության, այսպես ասենք։ Ես հիմա կգամ դրան։ Կա ճանապարհների կոնկրետ ճանապարհի մասին, կարգավիճակի տրիպի մասին պայմանագիր, հա, փաստաթուղթ եւ կա նախաստորագրված փաստաթուղթ, այսպես կոչված խաղաղության պայմանագրի։ Նախաստորագրված, սա հատուկ եմ նշում, որովհետեւ նախաստորագրում դեռևս չի նշանակում իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, չի նշանակում գործողության մեջ մտած փաստաթուղթ։ Բայց նաեւ կողմերը դրա դեմ քայլեր պետք է չանեն նախաստորագրված։ Դե դրա դեմ քայլեր չանեն, մենք եթե դրա դեմ քայլեր չպիտի արվեն, նշանակում է Ադրբեջանը պետք է հետ քաշեր իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Եթե այդ նախադասությունը, որ գրված է, որ միմյանց ճանաչում են երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը, նշանակում է Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը մեր երկրի տարածքից, բայց այսօրվա դրությամբ Ադրբեջանը ոչ միայն հետ չի քաշում զորքը մեր երկրի տարածքից, այլ հիմա որ մենք խոսում ենք մեր հողի վրա ինժեներական աշխատանքներ է իրականացնում։ Ռոբերտ, այն երկիրը, որը պատրաստվում է ճանաչել մեր երկրի տարածքային ամբողջականություն կամ արդեն ճանաչել է, պիտի մեր երկրի տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնի, ավելի պնդանա մեր երկրի տարածքում, որ հետո այդպես հանձնի։ Չէ, դուք շատ օբյեկտիվ իրոք անկեղծ հարց եք տալիս, բայց ես չավարտեցի, դա ընդհանրապես մի մաս է։ Չբերելու, այսպես ասենք, կտորին եկեք անդրադառնալ։ Բայց հիմա հաջորդ մասը դուք նշեցիք, որ դաշնակցությունից գործիչներ, չգիտեմ ում նկատի ունեք, Իշխան Սաղաթելյանը Civilnet-ում ասում էր,
առնվազն պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ին։ Պարոն Սաղաթելյանը խոստացել է ինձ գալ հարցազրույցի, ես նրան ուղիղ իր մասին հարցեր կտամ։ Կարծում եմ պարոն Սաղաթելյանը ձեր հարցադրումներին ավելի լավ կպատասխանի, այդ մասը ես կարծես թե բաց եմ թողել, բայց նախագահ Քոչարյանը վերջին ասուլիսի ժամանակ այդ արձանագրումն էլ է արել, որ Միացյալ Նահանգներն իսկապես այն երկիրը չէ, ում հետ կարող ես գնալ բան պայմանավորվել, թուղթ ստորագրել եւ 2 ամիս հետո գնալ ու ասել մենք փոշմանեցինք։ Այսինքն սա որպես ստաբիլացնող գործոն ես ուզում եմ հատկապես շեշտադրել, որովհետեւ իսկապես հնարավոր չէ գնալ ու ասել ճողում ենք, շպրտում ենք, անցնենք մենք պետքա Միացյալ Նահանգների հետ էլ շարունակենք քննարկումները եւ նախագահ Քոչարյանը առաջարկում է թե ինչ անել, որպեսզի այն փաստաթուղթը, որը ձեռք է բերվել, ոչ թե չեղարկվի, այլ ավելացվի այնպիսի կետեր, որոնք ավելի նպաստավոր կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Այնպիսի նոր իրողություն կավելացնենք, որպեսզի մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ լինեն։ Հիմա ինչ նկատի ունեմ, որ օրինակ ամսի օգոստոսի 8-ի այդ փաստաթղթում կա մեղրի ճանապարհի մասին հստակ շեշտադրում եւ օրինակ մենք էլ առաջարկում ենք այն հեղեղուկ ձևակերպումը փոխադարձ առավելությունների կոնկրետ տեսք ունենա, օրինակ մասնավորապես այն կարգավիճակը, որ ունենալու է մեղրի ճանապարհը Ադրբեջանի համար, նույն կարգավիճակով մենք էլ պետք է օրինակ երասխով կարողանանք հասնել դեպի մեղրի, հա, երասխ, այսպես դեպի մեղրի գնալ։ Սա ամրագրված է այնտեղ։ Հիմա ԿՊԱ-ականները, եթե ձեր դիմաց նստած կլինեն, ասեին անշուշտ, այնտեղ գրված է փոխադարձ առավելություններով, բայց բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ այդ բառակապակցությունը կարելի է ցանկացած ձևել մեկնաբանել։ Փոխադարձ առավելություն ինչ տեսանկյունից, միգուցե նույն ճանապարհի օգտագործման տեսանկյունից, եթե մենք իսկապես ուզում ենք այստեղ փոխշահավետ իրավիճակ ստեղծել, այո, Միացյալ Նահանգների կարծում եմ տնտեսական հետաքրքրվածությունը կարող է լինել, որպեսզի ավելի մեծ պրոյեկտի մասին քննարկում տեղի ունենա։ Ի վերջո, միայն ճանապարհը մեղրիով, որ Ադրբեջանը Թուրքիային է կապելու, միայն այդ ճանապարհը մեր ընդհանուր ենթակառուցվածքների համակարգի մեջ չի մտնում, դա լինելու է Ադրբեջանը Թուրքիային միայն կապող ճանապարհ։ Ես չեմ տեսնում, թե մենք ոնց ենք հաղորդակցվելու այդտեղ։ Մեր կապը ոնց է լինելու դեպի այդ ճանապարհը։ Տիկին Գրիգորյան, եկեք այդ թեմային այսպես չշարունակենք, հա, իրապես վերադառնանք ներքին քաղաքականություն։ Ամեն դեպքում ինչպես եք դուք պատրաստվում վերականգնել ձեր ընդդիմադիր ուժի նկատմամբ այդ հիասթափված մարդկանց հավատքը, հա, որ նախորդ ընտրությունից, ասենք, քիչ ձայն չհավաքեք, այսպես, հա, յուրաքանչյուր ուժ երևի այդ խնդիրը առնվազն պետք է լուծի, որ հետո ավելացնելու մասին մտածի։ Տեսեք, դուք Հայաստանում իշխանության չեք եղել, ուզում եմ սա ֆիքսենք, հա, այս հարցը, որ ես տալիս եմ, անձամբ ձեր մասին չի, բայց դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժի, պարոն Քոչարյանի առաջնորդած դաշինքի, որը տարիներ շարունակ մեղադրվել է, ասենք, ավտորիտար կառավարման մեջ, օրինակ ընտրություններ կեղծելու, մեդիաներ փակելու, օլիգարխիկ տնտեսություն, մարտի 1-ի մեջ, այսինքն իշխանություն, որը անարյուն չի հանձնել իր գահը այն մյուսին, հա, սա այս մարդկանց տեսակետն է։ Այս մարդկանց հետ ոնց եք դուք աշխատելու, որոնք ունեն այս մեղադրանքները եւ համոզված են, թե դուք որևէ, այսպես ասենք, խոսելու տեղ չունեք այն մարդկանց հետ, ովքեր ունեն այս վախերը։ Հարցս գիտեք ինչի մասն է, որ դուք էլ խոստովանեցիք, չէ, չկարողացաք կոնսոլիդացնել ավելի շատ մարդկանց։ Միգուցե նաեւ այն պատճառով, որ մարդիկ չունեն հավատ, որ եթե ձեր ուժը գա իշխանության, այս ամեն ինչը չի կրկնվելու, այսինքն դուք չեք կարողանում մարդկանց երաշխիք տալ, որ չեն կեղծի ընտրություններ եւ մնացած այն ինչ որ թվարկեցի։ Նախ ասենց մի քանի շերտերով գնանք, հա։ Ձեր խոսքի սկզբում էլ ասացիք, այսինքն մեկ այլ հարցում էլ կար այդ ենթատեքստը, որ մարդիկ ձեզանից հիասթափված են, հետեւաբար ձեզ նորից ձայն չեն տալու։ Ես կարծում եմ դա իրականությանը որոշակիորեն համապատասխանում է, այո, մարդկանց մի խումբ, որ 21 թվականին մեզ ձայն է տվել, որոշակի հիասթափություն է ապրել այս տարիների ընթացքում, որտեղ ի վերջո չենք ասել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին այս տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ ձեզ ձայն չէ տվել, որ գնաք ԱԺ եւ հարց ու պատասխան եմ։ Հա, բայց ազգային ժողովում, տեսեք, ուրիշ տեղ տարեք, բայց ազգային ժողովում բոլոր հարցեր հարց ու պատասխանով եւ մյուսով էլ մենք բացահայտում ենք բազմաթիվ խնդիրներ, հա, Նիկոլ Փաշինյանի կառավարման իրական երեսն ենք ցույց տալիս, այսինքն ես չեմ կարծում, որ մեզ պետք է մեղադրել, որ մենք գնում ենք հարց ու պատասխանի կամ այնտեղ ելույթներ ենք ունենում, դա առնվազն ամենանվազագույնն է, որ մենք կարող ենք այնտեղ անել եւ դա պարտավոր ենք անել եւ արել ենք։
Հա, բայց նկատի ունենալով, որ այո, եթե հիասթափված մարդկանց խումբը կա, միևնույն ժամանակ ես նաև այդ մարդկանց ասում եմ, խնդրում եմ սիրելի հայրենակիցներ, մի հատ փորձեք վերլուծել վերջին տարիների գործունեությունը բոլոր քաղաքական դերակատարների, նաև այն մարդկանց, ովքեր հիմա կփորձեն հավակնել իշխանության գալ ընդդիմադիր դաշտից, ով է ավելի շատ ով է ավելի շատ բան արել մեծ հաշվով, քան օրինակ խորհրդարանական ընդդիմությունը, ով է ավելի շատ կռիվ տվել այս տարիների ընթացքում։ Ես հասկանում եմ, որ շատ հեշտ է թիրախավորել են մարդկանց, ովքեր կռիվ են տվել ի վերջո հաջողության չեն հասել, բայց իմ կարծիքով չպետք է թիրախավորվեն նաև այն մարդիկ, ովքեր չեն արել ոչ մի բան այս տարիների ընթացքում։ Փոխարենը թիրախավորվում են այն մարդիկ, ովքեր արել են այս տարիների ընթացքում, կռիվ են տվել։ Նստել են այսօր մեր գործընկեր Արթուր Սարգսյանը նստած է։ Այսինքն ինչ է ստացվում, որ այն մարդիկ, ովքեր ամենաշատն են կռիվ տվել, նշանակում է այն մարդիկ պետք է ամենաշատը թիրախավորված լինեն։ Ես կարծում եմ հակառակ տրամաբանությունը պետք է լինի։ Մեր հայրենակիցները, ես ընդունում եմ այդ իրականությունը, բայց մեր հայրենակիցներն էլ պետք է մեզ դիտարկեն որպես մարդիկ, ովքեր իսկապես կռիվ են տվել այս տարիների ընթացքում, ոչ մի բանի չեն նայել։ Մեր նկատմամբ, մեր ընտանիքների նկատմամբ, հիմա ես այստեղ ոչ թե տոնց խեղճացած կարգավիճակով եմ ասում, այլ ընդհակառակը ես ուզում եմ սա արձանագրել, որ մեր նկատմամբ, մեր ընտանիքների նկատմամբ ընդհանրապես եղել է իսկապես ռեպրեսիաների ալիք, բայց դա մեզ չի կանգնեցրել, որպեսզի մենք մեր պայքարը չշարունակենք։ Սա առաջին մասով այն հայրենակիցներին, ովքեր որ որոշակի հիասթափություն ունեն, խնդրում եմ մի հատ փորձեք հասկանալ, թե ով է ավելի շատ կռիվ տվել այս տարիների ընթացքում, եթե դա մենք չենք եղել։ Հաջորդը նախագահ Քոչարյանը ես կարծում եմ տասնյակ տարիներ մարդիկ վախենում են Ռոբերտ Քոչարյանից։ Ես հիմա դրան գալիս եմ։ Ես տասնյակ տարիներ կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է հակակարողություն։ Նախագահ Քոչարյանն այս վերջին իր ասուլիսի ժամանակ էլ է դա որպես փաստ արձանագրում, ասելով, որ իսկապես ինքը 2008 թվականից հետո բազմաթիվ իր մասին գրառումներ են եղել, բազմաթիվ կեղծ տեղեկատվություններ են եղել, 4 միլիարդ եւ այլն, այդ բոլոր միֆերը մենք գիտենք, չէ։ Դրա մասին նպատակարարություն չի ունեցել արձագանքելու, մտածելով, որ դե իշխանության չի գալու իմաստը որն է, քաղաքական process-ների մաս չի կազմելու եւ այլն, այդ հակադարձությունները, այդ տեղեկատվական terror-ին որևէ կերպ հակադարձելը նպատակարար չէ, չնայած ես կարծում եմ, որ դա ճիշտ քաղաքականություն չէ։ Օրինակ վերջի ասուլիսում նույն Արագած սրճարանի դեպքերի մասին ես առաջին անգամ այդպես ամբողջական բացված լսեցի, թե իրադարձությունները ինչպես էին զարգացել։ Օրինակ, ես չգիտեի, որ նա չի նեղվել ռոբ բառից։ Օրինակ ինձ հաճախ է ռոբ ասում, ես միշտ երջանկանում եմ, դա ինչ որ հարազատության նշան է։ Հա, տեսեք, նախագահ Քոչարյանն էլ դրա մասին։ Դա տեսեք առաջին անգամ այդպես բացված խոսել, իսկ եթե բոլոր իրադարձությունների մասին այսպես բացված խոսեր, ես կարծում եմ մի քիչ այլ իրողությունների մեջ կապրեինք, բայց այսօր իսկապես մեր մարտահրավերներն այնպիսին են, այնպիսի турբուլենտ աշխարհակաղակական մենք վիճակի մեջ ենք գտնվում, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ վերջ, խաղաղությունը հաստատված է, ոչինչ տեղի չի ունենում, բայց Նիկոլ Փաշինյանից զատ մենք նայում ենք, թե ամբողջ աշխարհում ինչա կատարվում, թե ինչպիսի հայտարարություններ են լինում, թե ինչպիսի ռազմական բյուջեի ավելացումներ են տեղի ունենում տարբեր երկրներում։ Տրամփի հետ գազայի մասին ինչ որ համաժողով է մասնակցում։ Հա, դուք պատկերացնում եք, չէ՞, Արցախի թեման ամբողջապես փակած մարդը գնալու է գազայի խաղաղության մասին խոսել, սա ուղղակի զավեշտ է։ Իմ ուղեղի մեջ ուղղակի չի տեղավորվում, երբ որ այս իշխանությունները խոսում են Պաղեստինի պատմամշակութային ժառանգության պաշտպանության մասին եւ Արցախի եւ մեր հայ ժողովրդի մշակույթի պահպանության մասին ծպտուն չեն հանում։ Սա ուղղակի ցինիզմի մի օրինակ դրսևորում է։ Բայց եթե մենք տեսնենք, թե ընդհանրապես ինչա տեղի ունենում, նույն ռազմական բյուջեի ավելացումները տարբեր երկրների, վերջերս Վուչիչի այդ հայտնի հայտարարությունը, որ անխուսափելի է լինելու նոր պատերազմը եւ պետք է դիրքավորվել, որ ուղղությամբ են կռվել, այսինքն ամբողջ աշխարհը Իրան-Իսրայել հակամարտությունը ավարտված չի, ընդհանրապես զինադադար է։ Եվրոպական ճակատում մենք տեսնում ենք, որ հրադադարի մեծ հաշվով բան չկա, տեսլական չկա, Տրամպը նույնիսկ հայտարարում է, որ Ուկրաինան կարող է գնալ, տարածքներ իրազատագրել եւ դեռ առաջ գնալ, այսինքն ամբողջ աշխարհը турբուլենտ վիճակում է եւ իսկապես մեզ պետք են փորձառու մարդիկ, ոչ թե մարդիկ, ովքեր մի անգամ եթե մեր պետությունը որպես մեքենա անցալենք, մեքենան տարել, խփել են պատին, ամբողջությամբ ջարդուփշուր են արել, հիմա այդ նույն մարդիկ հավակնում են մեզ այս ծանր турբուլենտ աշխարհում մեզ առաջնորդել, ես կարծում եմ իրենք ընդհանրապես ի վիճակի չեն, դեռ պետք է պատասխան տան այն ամեն ինչի համար, ինչ արել են հայ ժողովրդի եւ Արցախի հետ։ Պարոն Քոչարյանից վախը չի վերացել շատերի մոտ։ Տեսեք, այդ որոշակի ես այդ ենթատեքստերը մարդկանց մի խմբի մոտ, տեսեք, մարդկանց որպեսզի եթե այդ բոլոր հարցերը բացեմ, հիմա ես կարծում եմ մի երկու հաղորդում դրա մասին խոսանք, բայց եթե ընդհանուր կոնտեքստը վերցնեմ, այո, մարդկանց մի խումբ կա, ովքեր այդ տրամադրվածությունը
տեղեկատվություն ունեն նախագահ Քոչարյանի նկատմամբ, բայց հիմա օրինակ 21 թվականի ընտրությունների նման բևեռացված չի։ Այն մարդիկ, ովքեր ասում են, մենք ձեզ չենք ուզում, նկատի ունելով նախագահ Քոչարյանի եւ մեր թիմը, հիմա այս պահին քաղաքական դաշտում լիքը նոր միավորներ են, չէ՞, ձևավորվում։ Եթե այդքանից հետո էլ այդ նույն մարդն ասում է, միևնույնն է, ես ոչ մեկին չեմ հավանում, չեմ գնալու ընտրության, այստեղ խնդիր կա։ Ես կարծում եմ, որ մեր այդ ընտրական process-ների մասով մենք պետքա մեր ժողովրդին խրախուսենք, քաջալերենք, որ պարտադիր մասնակցեն ընտրություններին, որովհետև ես կարծում եմ իմ խորը համոզմունքն է, որ 26 եթե հասնենք 26 թվականի հունիսի ընտրություններին, սա մեզ համար յուրահատուկ բան է լինելու, ճամփաբաժին է լինելու առաջիկա տասնամյակներին, թե ինչպիսի բովանդակությամբ պետություն ենք ունենալու։ Այնպիսի պետություն, որ օրինակ որտեղ սահմանադրությունը գրվում է Ադրբեջանի կողմից Ալիևի պատվերով, հա, այնպիսի պետություն, որը հարձակման է ենթարկում եկեղեցին, այնպիսի պետություն, որ հաշտ ու հանգիստ է ապրում, երբ իր հայրենակիցները Բաքվի բանտերում են, իսկ սեփական տարածքներն էլ օկուպացված, թե այնպիսի երկիր, որոնք ընդհանրապես ազգային արժեքների հիմքի վրա պետքա ձևավորվեն, որտեղ մարդուն կարեկցելը, հա, զոհվածի ծնողին բան չանելը, քարշ չտալը, չնստացնելը, դրանք որոշակի արժեքներ են։ Այս արժեքաբանական տեսանկյունից երկար կարող եմ խոսել, բայց իսկապես մենք այսպես ճամփաբաժնի առջև ենք կանգնելու։ Նկատի ունեմ, եթե այդ մարդիկ կան, ովքեր տասնամյակների այդ հակակարողությունը նաև ավելացված վստահություն չունեն մեր ուժի նկատմամբ, իսկապես քաղաքական դաշտում այլ ուժեր են ձևավորված։ Բայց այս ամեն դեպքում ամփոփեք սրանով կան մարդիկ նաև որ համարում են Բայց կներես էլի Ռոբերտ ջան, քանի որ իմ ականջը ծակեց այդ բանը, նաև Նիկոլ հիմա այսինքն մենք ապրում ենք այդպես դեմոկրատական երկրում, իսկապես մենք դեմոկրատական երկրում, բայց Գյումրիում բոլորը պարտվում է իշխանությունը։ Մի րոպե, ես ուզում եմ հասկանալ էլի, որտեղ ուրիշ կարելի է տեսնել, որ ու ընդ որում մենք առաջին համարվում ենք այսպես բոլոր տեղերը ներկայացնում ենք մեզ որպես առաջին քրիստոնյա ազգ, չէ՞։ Առաջին քրիստոնյա ազգը կալանավորում է Նիկոլ Փաշինյանի պատվերով սրբազաններ։ Մի սրբազան ընդամենը խոսքի համար է նստած, արդեն դատապարտված 2 տարի ազատազրկման, իհարկե այնտեղ վերաքննիչ վճռաբեկ դատարաններ դիմելու հնարավորություն կա, բայց մի խոսքի համար դատապարտվում է 2 տարվա, մյուս սրբազանը, Բագրատ սրբազանը 10 եւս 18 հոգի դատախազի դեր կատարել բայց այդ ժողովրդավարության մասով կամ Սամվել Կարապետյանը, ասենք այդ այնքան աբսուրդ է, ավելին անհատ մարդկանց չէ, իրանք ներկայացնում են ազատությունները միգուցե վախենում են կորցնել, եթե այսօրվա խորհրդանական իշխանությունը ընդդիմություն գա իշխանության այսօր իրականացվում է հարկային տերոր այս վերջերս ինձ ամենաշատը մարդիկ դիմում են դրա համար, որ մեր նկատմամբ հարկային տերոր է իրականացվում եւ սա նախապատրաստական տերոր է, այսպես ասած, ընտրությունների նախաշեմին, որ որևէ մեկը չփորձի, չհամարցակվի, այլտեղ շեղվի, այլ բան անի, պետք է իշխանություններն ամբողջությամբ սատարում լինի։ Այսինքն ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը 26 թվականի ընտրվելու դեպքում իսկապես եթե մենք հիմա հիբրիդային ժողովրդավարական պետություն ենք ընկալվում, ամբողջությամբ ավտորիտար է գնալու։ Եվ եթե դեռ նրան ներվում են այս գործողությունները տարբեր աշխարհակահաղական կենտրոններում, որովհետև որոշակի շահերի համընկնում կա, ապա ապագայում մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ իսկապես մենք գնում ենք ավտորիտարիզմի ճանապարհով։ Եվ եթե շատ մարդիկ ասում են, այ նախագահ Քոչարյանը այսպես, հենց հիմա մենք գտնվում ենք իբր ժողովրդավարության բաստիոնում, բայց հանուն արդարության պետք է ասենք, որ սա այլևս ավտորիտարիզմի ճանապարհով գնացող իշխանություն է։ Շնորհակալ եմ, ես իրականում շատ հարցեր ունեմ, բայց կարող եք շարունակել։ Չէ, ուղղակի ժամանակի խնդրի ափսոս չտվեցի, բայց մենք ձեզ սիրով էլի կսպասենք ու կտամ իմ հարցերը։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Աննա Գրիգորյանին։